Անձամբ ծնվել եմ Ստեփանակերտ, ապրել եմ Ստեփանակերտ, տեղահանվել եմ սեպտեմբերի 28-ին 23 թվականից։ Հայաստանի սահմանում շատ լավ նորմալ ընդունել եմ, տեղին ամեն ձևի, գոհ շնորհակալ եմ։ Ներկայացրեք ինչ խնդիրներ եք բախվել Հայաստանում։ Հայաստանում բախվել եմ այն խնդրին, որ ասած ապացուցեմ, խի եմ ասում։ Նայեք։ Հայաստանի Հանրապետություն ծննդավայրս։ Քաղաքացիություն եմ ընդունել գրած Ադրբեջան։ Պարզ հասկացինք, եղել է Սովետ Միություն, Ղարաբաղը եղել է թեկուզ բանում, Սովետ Միության կազմում։ Այն վաղ եղել է Ադրբեջան ՍՍՍР, ՆԿՕ, ՆԿՕ-ն ինչ է նշանակում։ Նագորնի Ղարաբաղսկի ավտոնոմնի օբլաստ, հայերեն թարգմանեմ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնավար մարզ։ Հիմա հարց, այս 099 կոդով Լոռի մարզում ում ունի։ Չէ 099, նա ճշտենք։ Երբ ստացակ անձնագիրը պարզաբանում պահանջել եք։ Պարզաբանում ասում է դա։ Ումից եք հարցրել, որտեղ։ Ազնագիրը ստանալուց հիմնին չեմ մասնակցել, երթունակալությանը չեմ մասնակցել։ Ասել են 4 ամսկես կներկայանաք 110 թե 111 սենյակը դեմին 50 հոգի հավաքվում են, նստում են, հիմնի վաղտ կաղնում են, ես էլ ոչ գնացել եմ, կաղնել եմ, որ բան։ Ես ժամը 5-ին գնացել եմ, որ երթունակալությունը պրծացել եմ։ Ինչի համար երթունակալություն տամ Ադրբեջանի ազնագիրի համար, հա։ Այդ համասում ես երթում եմ լինեմ Հայաստանի քաղաքացի, բայց Ադրբեջանի ազնագորով, այդ է երթունակալությունը։ Երթունակալությունը ասենք ես ծառայել եմ Ղարաբաղի տարի, որ երթվել եմ, գիտեմ ինչի համար եմ երթվել, որ ծառայում եմ հանուն հայրենիքիս։ Իսկ քաղաքացիություն ընդունել եք, որպեսզի բնակարանային ապահովում ծրագրեր։ Հա, որպես բազմազավակ 5 երեխա չկա։ Սա խափուց կա։ Իսկ ստացել եք արդեն սերտի։ Ոչ մի բան։ Ինչի։ Սովետուց ասել են ծնողները, որ դառնան երեխեքը ավտոմատ կերպով կդառնան քաղաքացի, սերտիֆիկատը կստանան։ Ես միամիտ ուրախացած գնացես Ադրբեջանի ազնագիրը վերցրի, ասես չէ, բա երեխեքն էլ պիտի ստանան քաղաքացիություն, խի ես խափում։ Բազմազավակ եմ, ասում են բազմազավակն առանց հերթեն։ Տվեք, բազմազավակ եմ, ստացել եմ։ Հա, մեկն է սեպտեմբերի 25-ին դառել է 18 տարեկան, բայց իտոգում էտել է սուտ։ 50-ը կտրել են, ասում է բա դուք չգիտեիք, որ երեխեն դառնում է չափահաս, էլի խափին։ Բա պետք է թազա թողեք։ Չէ, ես չգիտեմ։ Եթե ազնագիրս խորցը չլուծվեց, եթե չգրվեց այս նույն ազնագրի նման Հայաստանի Հանրապետություն, ես պատռելու եմ։ Ինձ այս ազնագիրը պետք չի։ Խի պետք է ես ավել գումար ծախսեմ, գնամ ծննդյան վկայական հանեմ, խի պետք է տանեմ 1000 կամ Վանաձորից հասնեմ ճանապարհին Աստվածչյանի հետս մի բան պատա, ով ասարա ջողը պատասխանը տալու, ով։ Թող մեկը ասի ես պատասխանը տալիս եմ, մեռնես քեզ դանոն դնում եմ դագաղում տանեմ թաղեմ հողին։ Ես էլ արխային գնամ, այս ազնագիրս փոխեմ, սարքեմ Հայաստանի Հանրապետության ծննդավայրս։ Ես այսինչ չեմ, այսինչ գոհ շնորհակալ թե գյուղապետից, թե գյուղապետանից, թե Փամբակի համայնքից որ կանչում են օգնություն են տալի, ամեն ինչով, ամեն ձևի պատժ կային անում։ Ճիշտ է, մեր ժողովուրդն էլ ենք հասկանում, ստե մարդիկ ամուչը հիմա բնակարային հարցերով բանով։ Սաղ հասկանում եք, միջամտնում են, բայց չի կարելի զուտ խափել։ Խափում Այս մարզում ձեր։ Անպայման, ես արջուտից դուրս չեմ գալու, ով ուզում է դուրս գա, կարելի դուրս գա, բայ ճանապարհ։ Ես դուրս չեմ գալիս։ Ես չեմ ուզում։ Աշխատանք չունեմ, Ստեփանակերտ թոշակի եմ եղել, 3-րդ կարգի հաշվանդամ, ոսկորային խնդիրներ ունեմ, ես ասեմ մատերս ծարմռատած, բայց աշխատանք չկա։ Մարդիկ 30-40 տարի այստեղ ապրում են, աշխատանք չունեն։ Ես Ղարաբաղից եկած կարող եմ ամեն մարդը հացի ձեռից վեկալ եմ։ Չէ, պարզավոր չէ։ Ես տարբերության պահու չեմ ասում։ Չեմ կարող ասեմ գնա, բա գիտես գիրովականություն հանի ինձի վեկալ։ Չէ, այն մարդին հացին ես վայից չեմ դառնա։ Եղուն գունուս գլուխ քորի, ոնց ուզում ես ապրի։ Աջակցությունը կտրում եմ, դարի տան վարստոր, 5 երեխու հետ։ Հետո աջակցությունը կտրում ես, հետո ինչ եմ ուտելու։ Ինչ, գնանք արջուտ մտնենք խանութ-պայից հարցրեք։ Ստացել եք աջակցություն։ Դե հա, լավ ա եղել, ված չէ։ Չէ, ճիշտ է ուշացում ավալ դեպաշ տվել են։ Էլի պարքաստրոն, դե մեկա էտ էլա քիչ։ Իսկ շրջափակման պայմանները ոնց են։ Ընտիր է եղել, շատ լավ,
Սիգարետի պաշկան 5000 դրամ, ալուրը 100,000 դրամ, բենզինի կանիստրը սրբուց եղել է 25000, հետո դարել է 90, հետո 125, մարդիկ գիտեն, որ 125,000-ով են։ Շատ լավ է եղել, ինչ եղել, վատա, ապրել են, բա տենց պիտի լինի, բա ոնց։ Սպայկեն աշխատեց, անձաբես մոբ եմ եղել, այս առողջական խնդիրները ունեի ավտոն, ասկոլկի տեղ, տեսեք։ Մոբը կռվիտով տղաներին տարել եմ, բերել եմ, վիրավորել եմ, բերել եմ, արել եմ, չեմ պաղկվել, ում համար եմ արել, դա ասենք եթե զինվորուն դե չկարակի, ես դե չբարձեմ, զինվորին չո պիտի կարակի, կամ զինվորը սոված, ով պիտի իր հացու ջուրս դե, մի պետք չի ավտոմատ վերցնես, պետք չի ավտոմատ, գոնե ջուր բարձի, ամուլի զավոդումը Ստեփանակեր սետազայմը, օրը 6000 շիշ մաքուր ջուր ֆիլտրացած ջուր ենք բարձում։ Ես աղբաստերում եմ, նեջ որ փախել եմ, կարա փախնեմ։ Կարա է, բայց ուր փախնեմ, մինչև երբ։ Այսօր փախալ, բա հետո, բա վաղնեմ ինտեղ այսօր մի շրջապատ ես մտնելու։ Պիտի երեսդ բարձ լինի։